մի բան կարող եմ ասել, որ ամեն դեպքում այս բոլոր մեխանիզմների մասին, որ ունենք նշվեցին, նույն մեխանիզմները իրականում շատ կան, նաև ԵԽ շրջանակներում ունենք մեխանիզմներ, ՄԱԿ-ի շրջանակներում ունենք մեխանիզմներ, հատուկ մանդատով ինչ-որ աներիկան high commissioner-ներ ունենք, հատուկ հանձնարարություններով մանդատակիր պաշտոնատար անձինք ունենք, նաև աշխատանքային խմբեր կան, շատ կան, իրական որ թվարկենք, բավականին մեծ քանակությամբ մեխանիզմներից ու խնդիրը այստեղ է նա, որ շատ դեպքերում այդ մեխանիզմների էֆեկտիվ գործարկման համար պետության ներգրավվածությունը շատ կարևոր արդյունք է գործարկման համար ԵԽ-ի շրջանակներում, ՄԱԿ-ի շրջանակներում եւ այլն։ Բնականաբար հնարավորություն կա դա ինդիվիդուալ կամ գների կամ ակտիվ մարտիրանքների պաշտպանության պայմանների ջանքերով անելով, բայց ցավոք սրտի դեն էֆեկտիվություն չի ունենա, ինչ որ կունենա պետության կողմից դրանք առաջնորդելու կամ աջակցելու դեպքում։ Բայց դե բնականաբար կարծում եմ այդ մեխանիզմները համեն դեպքում գործարկել պետք է շարունակել ու անընդհատ պետք է շարունակել, երևի նույնիսկ հիմա ավելի շատ։